Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսի Քոչարյանը, եւ հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, հնարավորություն կա նաև ես առողջ եմ բաժնում տեսագրություն, ձայնագրությունը գտնելու այսօրվա եթերի, ինչպես նաև առաջարկում եմ միանալ Facebook-յան հարթակ, մեր Facebook-յան էջին, հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո, եւ այստեղ մեզ կհայտնաբերեք live stream-ի տարբերակով, կրկին մեզ կկարողանաք դիտել, ինչպես նաև մեկնաբանություններում հարցեր ու դիտարկումներ թողնել, ես դրանց հետևում եմ, կփորձեմ արձագանքել մեր այսօրվա հյուրի շնորհիվ, իհարկե, ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու դիմացունոտային վիրաբույժ, քիթ կոկորտականջաբան Վահան Նալբանդյան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալվելու եւ հատկապես թեմաների առաջարկի համար, որովհետեւ մենք այսօր խոսելու ենք ռինոպլաստիկայի եւ դրա առանձնահատկությունների մասին, բայց ես կասեի քիթ կոկորտականջաբանի ռակուրսից եւ շեշտադրումներով, որովհետեւ նախահարցազրույցի ժամանակ ես եկա եզրակացության, որ դուք ավելի շատ եք տիրապետում նրբությունների եւ գաղտնիքների եւ հնարավոր ռիսկերի ու առանձնահատկությունների այդ ամբողջ շրջանակին, քան թերևս ավելի ընդհանուր պլաստիկ վիրաբույժները, առանց որևէ մեկին այստեղ ինչ որ նկատողություն անելու եմ ասում, բայց փաստը այդպիսին է։ Լորը, այսինքն քիթ կոկորտականջաբանը չի զբաղվում միայն օրինակ ռինոպլաստիկայով եւ քթի գեղեցկությամբ եւ միջնապատով, այլ նաեւ այդ շրջանի ամենատարբեր շտկումներով։ Մեր այսօրվա եթերի խորագիրն է արտաքին քթի եւ միջնապատի վիրահատությունները։ Կարծում եմ սկսենք հենց արտաքին քիթ, միջնապատ, շատ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ հատվածը պետք է մենք պատկերացնենք արտաքին քիթ ասելով եւ որ հատվածն է միջնապատը, մի փոքր էս կառուցվածքից կարող եք խոսել։ Այո, իրականում նման հարցադրումներ շատ են անում նաեւ բժիշկին։ Շատ մարդկանց մոտ տպավորություն կա, որ քթի միջնապատը ուղղելուց արտաքին քիթն էլ պետք է ուղղվի մեխանիկորեն, չէ՞։ Մեխանիկորեն, հա, բայց իրականում դրանք տարբեր անատոմիական հատվածներ են եւ քթի միջնապատի դեֆորմացիաները կարող են արտաքին քթի ոչ մի դեֆորմացիայի չբերել, ու կարող է եւ բերել իհարկե, եթե շատ արտահայտված լինի կամ մեջքի հատվածում լինի։ Եվ քթի միջնապատի վիրահատությունը մեծ մասամբ հիմնական դեպքերում արտաքին քթի տեսքի վրա ընդհանրապես չի անդրադառնում, որոշ դեպքերում շատ աննշան կարող է փոփոխություն լինի։ Այսինքն, եթե անձը դիմում է ձեզ միջնապատի խնդիրներով, սակայն ուզում է նաև որ արտաքին տեսքն ավելի բարելավի, սրանք երկու տարբեր միջամտություններ են եւ այսպես ասած երկու տարբեր վիրահատություններ են, որոնք դուք միավորում եք, հա, մի միջամտության մեջ։ Միանշանակ դրանք տարբեր վիրահատություններ են, որոնք հիմնականում արվում են միաժամանակ, եթե պացիենտը ցանկություն ունի նաև արտաքին տեսքը շտկելու, շատ ավելի դժվար կլինի, եթե օրինակ առանձին արվի, միջնապատը վիրահատվի, հետո նոր ռինոպլաստիկայի, հա, միջամտություն արվի, որովհետև պլաստիկայի ժամանակ նաև միջնապատի այդ աճառներից մատերիալ, հա, վերցվում է եւ օգտագործվում է արտաքին տեսքը կարգավորելու, ամրացնելու համար, հա, կարկասը քթի, այսինքն միաժամանակ անելը վիրաբույժի համար ցանկալի է ավելի։ Փաստորեն, ինչու ոչ, նաև բուժարոյի համար երկու անգամ նույն գործողությունների միջով չանցնելու, երկու անգամ նույն նարկոզը, նույն ստրեսը, այո, համար, եւ ճիշտ է արդյոք, որ պլաստիկ վիրաբույժները, դիմացնոտային վիրաբույժները նաև, եթե մարդը դիմում է միջնապատի շտկման համար, անպայման ասում են, եթե դուք հետո ուզելու եք նաև քթի արտաքին տեսքը փոխել, անպայման առաջարկում եմ հիմա միասին անել, լավ մտածեք, հասկանանք ինչ ենք անում։ Այո, դա ճիշտ է եւ նաեւ լոր բժիշկներն են դա միշտ խորհուրդ տալիս, եթե իհարկե տեսնում ենք, որ պացիենտի արտաքին քիթը խնդիրներ ունի, առաջարկում ենք բնականաբար, որպեսզի հետագայում
այդ խնդիրները վերացնելու, բարդությունների առաջ չկանգնեն։ Մենք մեր հաղորդումը կբաժանենք երկու մասի՝ արտաքին քիթ եւ միջնապատ։ Հիմնականում եկեք խոսենք հիմա արտաքին քթի վիրահատությունների մասին։ Սա ռինոպլաստիկան է, կարող ենք այսպես անվանել, եւ հիմա ինչ տեսակի ռինոպլաստիկաներ են մեզ հասանելի աշխարհում եւ Հայաստանում մասնավորապես։ Իրականում ժամանակի ընթացքում ռինոպլաստիկայի ոլորտը բավականին զարգացումներ ու փոփոխություններ է ապրել եւ բավականին շատ նոր մեթոդներ են արդեն առաջադրվում վիրաբույժներին։ Հիմնական տեսակները բաց եւ փակ ռինոպլաստիկաների տեսակներն են, որոնք էապես շատ չեն տարբերվում, ուղղակի փակի դեպքում ավելի խնայողական է կատարում վիրահատությունը, արտաքինից պիեր չեն երևում եւ փակ եղանակով կարելի է կատարել համեմատաբար ավելի փոքր ծավալի միջամտություններ, ավելի քիչ հյուսվածքների վնասումով կամ մասնակի, ասենք ռինոպլաստիկաներ, եթե պետք է օրինակ միայն ոսկրային հատվածը շտկվի կամ միայն քթի ծայրը կարելի է իրականացնել փակ եղանակով եւ այդ պարագայում նաեւ ապակինումը ավելի թեթև է լինում, ավելի արագ։ Բաց ռինոպլաստիկաները ավելի նախընտրելի է բարդ դեպքերում կիրառել, երբ որ աշխատանքի ծավալը մեծ է եւ բարդ է, որպեսզի վիրաբույժը խնդիրներ չունենա տեսադաշտի հետ կապված։ Արդյոք այդ դեպքում, փակի դեպքում արդյունքը արտաքին կարող է տուժել տեսանելիության առումով, եթե օրինակ ծայրն է շտկվում կամ թեքությունը քթի, փակի դեպքում ավելի է ռիսկը բարձրանում, որ արտաքին տեսքը լավը չի լինի։ Չի ասի, իհարկե եթե վիրաբույժը փորձ չունի, ավելի լավ է բացանի, որովհետև բացը ամեն դեպքում ավելի հեշտացնում է աշխատանքը վիրաբույժի։ Բայց այդ վիրահատական շրջանը ավելի ծանր է եւ հյուսվածքներն ավելի են վնասվում։ Կարելի է այդպես ասել, իհարկե հիմա շատ մեծ ծավալի պլաստիկաներ էլ կատարվում է փակ եղանակով, ուղղակի դա արդեն վիրաբույժի փորձից ելնելով էլի։ Այդ պարագայում արդեն հետ վիրահատական ընթացքը նույնն է լինում, ինչ որ բացի դեպքում։ Ամեն դեպքում բժշկագիտությունը եւ պլաստիկ վիրաբուժությունը գնում է դեպի օրգանապահպան եւ որքան հնարավոր է քիչ ինվազիվ տարբերակ։ Այո, ներկայումս փակ ռինոպլաստիկայի տարբերակ կա, որը պահպանողական է, preservation, այսպես կոչված ռինոպլաստիկան է, որի դեպքում մինիմալ հյուսվածքների վնասում տրավմա է կատարվում եւ մաքսիմալ էֆեկտ է ստացվում այդ պարագայում։ Եկեք տարբերությունների մեջ նաեւ տեղավորենք տևողությունը եւ ցավազրկման հնարքները, արդյոք փակը ավելի կարճ կամ երկար է տևում, այստեղ ինչ տարբերություններ կան։ Առանձնապես տևողության մեջ տարբերություն չկա, այնտեղ երևի թե մի քանի կար դնել չդնելու տարբերությունն է եւ տևողությունը վիրահատության ավելի շատ կախված է վիրահատական ծավալից, այսինքն ինչքանով է քիթը դեֆորմացված, ինչքան հատվածներ է պետք շտկել եւ իհարկե վիրաբույժի փորձից։ Մենք իհարկե տևողության վրա շատ չենք ֆիքսվում, կարևորը արդյունքն է։ Կարծում եմ բուժառուներն էլ չէ, տենց ամեն րոպեի վրա չեն դողում եւ կարևորը իսկապես արդյունքն է։ Իսկ ֆինանսական մասով տարբերվում են այս երկու տեխնիկաները։ Առանձնապես չկա տարբերություն։ Այսօր ինչ արժեքների սահմանում է տատանվում գինը։ Ուղղակի կարող եք շրջանակ նշել, օրինակ 200-ից 400,000 կամ սկսած 400-ից ինչ որ մի բան։ Տեսեք, շատ մեծ դիապազոն է, որովհետև օրինակ կան սկսնակ վիրաբույժներ, որոնք ճանաչելիություն ապահովելու համար կարող են ակցիաներ անել, ասենք, չգիտեմ, 200,000, 250,000-ով կան վիրաբույժներ, որոնք արդեն ճանաչում ունեն, իրանք 1 միլիոնից ավել են արդեն իրանց գնացուցակում դնում, որովհետև օբյեկտիվորեն արդարացված են շատ թանկարժեք գները։ Ուզում եմ հասկանալ այստեղ նյութերն են ավելի լավը, ինչ որ սարքեր են ավելի լավը, ինչ տարբերություն։ Երևի թե դա կլինիկայից էլ է կախված, բայց հիմնականում երկար տարիներ աշխատած փորձառու վիրաբույժները նախընտրում են ավելի որակյալ լավ գործիքներով աշխատել,
որպեսզի եւ արդյունքը լավ լինի, ավելի հեշտ լինի վիրահատությունը իրականացնել, որովհետեւ գործիքից նաեւ որոշակի կախված է վիրահատության արագությունը, տևողությունը եւ այլն էլի։ Ինչ գործիքներով եք աշխատում, կարող եք մի քանիսը նշել, որ շատ չտագնապենք։ Օրինակ, մի օրինակ ասեմ, օրինակ օստեոտոմ կոչված է, որով ոսկրերը կտրում են։ Նու կան վիրաբույժներ, որոնք պիեզոդանակով են դա անում, դա նաեւ տարածված մեթոդ է, բոլորը իրենց պլյուսներն ու մինուսները ունեն, բոլոր մեթոդները։ Կա որ դուրեր է օգտագործվում, որոնց որակը շատ կարևոր է, որպեսզի ոսկրերը շատ խնամքով կտրվի, չփշրվի, այտուցները քիչ լինեն եւ այլն։ Օրինակ կա մկրատների որակը, ասենք հյուսվածքները անջատելուց եւ այլն, որպեսզի ավելնորդ տրավմաներ, ավելնորդ հյուսվածքների վնասում չլինի, առհասարակ ռինոպլաստիկայի ժամանակ, նման օրենք կա, եթե ինչ որ ավելնորդ հյուսվածք վնասվում է, դա պետք է վերականգնվի։ Այսինքն դա վիրահատության տևողությունը ավելացնում է, որովհետև վնասված թողելը հետո արդեն արտաքին տեսքի վրա կանդրադառնա։ Իդեպ եկեք եւս մի շատ կարևոր տարբերակների մասին խոսենք, դա առաջնային ռինոպլաստիկան է եւ երկրորդայինն է։ Ես երբ լրագրողական ուսումնասիրություններ եմ կատարում, շատ հաճախ պարզում եմ, որ որոշ պլաստիկ վիրաբույժներ երկրորդային չեն անում սկզբունքորեն։ Հիմա հարց, դուք անում եք թե ոչ, որովհետև մարդիկ շատ են դժում երբեմն չստացված գործերից եւ իրենց բուժօգնությունը պետք լինում։ Դա իհարկե ռինոպլաստիկան ինչպես ցանկացած վիրահատություն ունենում է նաեւ անհաջող ելքեր, իհարկե ավելի շատ քան մնացած վիրահատությունները, որովհետև արտաքին քթի անատոմիական կառուցվածքները շատ են եւ բարդ են ավելի իրենց ձևով լինում են դեպքեր, որ երկրորդային պլաստիկայի կամ կառեկցիաների շտկելու կարիք է լինում։ Ես չեմ կարծում, որ պետք է հրաժարվել, եթե վիրաբույժը տիրապետում է, կարողանում է այդ խնդիրը շտկել, պետք է օգնել պացիենտին իհարկե։ Դուք անում եք։ Ես անում եմ, իհարկե, ռիսկեր կան, երկրորդային ռինոպլաստիկան ավելի բարդ է իրականացնել կպումների պատճառով, եւ նաեւ եթե այլ վիրաբույժի վիրահատած է, այնտեղ մենք անատոմիական կառուցվածքների հետ չգիտենք ինչ է կատարվում, ինչն է վնասված, ինչն է ամբողջական, ինչ աճառներ են պահպանված, ինչը պահպանված չի, մենք մատերիալի, խնդիր աճառային կառուցվածքը ձևավորելու կունենանք, չենք ունենա պակաս, այսինքն որոշ հյուսվածքների հիմնականում աճառային հյուսվածք են կիրառում, քթի ամրությունը ապահովելու, տեսքը ապահովելու համար, որը երկրորդային վիրահատությունների ժամանակ արդեն սեփական հյուսվածքները օգտագործված է լինում եւ մենք խնդիրի առաջ ենք կանգնում, դեպքեր կա, որ կարիք է լինում կողաճառ վերցնել կամ ականջից աճառ վերցնել, որպեսզի լրացնենք այդ բացը։ Բայց դրանք ներդաշնակ պատրաստվում են։ Ներդաշնակ միակցվում են թե ոչ։ Միակցվում են, այո։ Այսինքն շատ տարբերություն բուժառուն չի զգալու։ Իհարկե ամենաիդեալականը սեփական միջնապատի աճառները օգտագործելն է։ Դրա համար են առաջնային սիրում, որովհետև նյութ կա աշխատելու եւ այո, նյութ կա, այդ նյութը հեշտ է վերցնելը եւ մյուս օրինակ ականջի աճառը ունի թերություն, որ ինքը կորություն ունի, կողաճառը էլի հետագայում տարիների ընթացքում դեֆորմացվելու հատկություն ունի, այսինքն իրենք մի քիչ ավելի երկրորդ ոնց որ ընտրության բաներ են, մատերիալներ են, առաջինը նաև դեպքեր կան, որ ուրիշի աճառներ է օգտագործում, ալոտրանսպլանտատներ, դա էլ է աշխատում։ Սա երևի լուրջ վնասվածքների եւ այսպես ուղղակի դա արդեն եթե պացիենտը ասենք դեմ է լինում, որ իր կողաճառից վերցվի կամ ականջի աճառը ինչ որ մասնահատվի, կարելի է առաջարկել նաև այդ տարբերակը, դա էլ է աշխատող։ Լավ, ես հասկացա, փաստորեն դժվար է երկրորդայինը, բարձր ռիսկերով, դրա համար երբեմն որոշ իդեպ շատ փորձառու վիրաբույժներ, ես երբեմն զարմանում եմ, թվում է թե շատ փորձառուները չպետք է, չէ, խուսափեն եւ ավելի հեշտությամբ համաձայն։ Դա նաև բժիշկները իրենց ռեյտինգի համար են մտածում, որովհետեւ երկրորդային վիրահատություններից հետո
անհաջող արդյունք ստանալու ռիսկը ավելի մեծ է, իսկ անհաջող արդյունք ստանալու դեպքում արդեն դե բոլորը տեսնում են, չէ, որ քիթը ասենք թե ասիմետրիկ է կամ թեք է եւ հարցում են ով է վիրահատել այդ վիրաբույժին։ Ու երկրորդայինի անունն են իմանում, ոչ թե առաջին փչացրածի։ Հա, բնականաբար բժիշկներին ձեռ չի տալիս էլի այդ տարբերակով։ Այդ դեպքում մի փոքրինչ պրովոկատիվ հարց, Հայաստանում շատ են արդյոք երկրորդային ռինոպլաստիկաները ձեր դիտարկմամբ, քանի որ դուք ոլորտում եք 10-ից ավել տարի։ Ճիշտն ասած, ես ստատիստիկա նման չունեմ Հայաստանում եւ արտերկրում, որպեսզի ասեմ Հայաստանում շատ են թե քիչ են, բայց կան։ Ձեր տպավորությունները հաճախ են թե ոչ ձեզ դիմում, օրինակ դուրս չի եկել, արել եմ եւ չեմ գնա այդ նույն բժշկի մոտ, ինչ կարող եք փոխել։ Դիմում են, բավականին դիմում են։ Իհարկե հնարավոր չի որ չլինի նման դեպքեր, ուղղակի տոկոսային հարաբերությունը պետք է աշխատել նվազեցնել, էլի, որովհետև ամեն դեպքում երկրորդային ռինոպլաստիկայի գնալը նաև հոգեբանորեն դժվար է պացիենտի համար։ Նորից նույն։ Հա, եւ նորից նույն նաև հասկանալը, որ կարող է էլի լիարժեք արդյունք ցանկալի չլինի, հա, ինչ որ ասենք 100%-անոց դե Արդյոք դուք խորհրդատվության ժամանակ հատկապես երկրորդայինի դեպքում նշում եք ռիսկերը անկեղծ եւ բաց եւ արդյոք դուք օրինակ ասում եք որ մաքսիմալ լավ արդյունքը այսպեսին կարող է լինել սրանից լավ ոչ թե ես չեմ կարող այլ ոչ ոք չի կարող որովհետեւ օրինակ հյուսվածք չկա այսպիսի դեպքեր լինում են Այո իհարկե բարդությունները բոլորը անկեղծորեն պացիենտին հասվում է միանշանակ որովհետեւ մարդ պետք է հասկանա ինչի է գնում ինչ ռիսկեր կան, հա, դա եւ իրեն է ապահովագրում եւ բժիշկին։ Փափուկ բարձ չեք դնում էլի, հատկապես որ ամեն ինչ շատ լավ է։ Բայց հա, այդպես ասել, որ ոչ ոք չի կարողանա նման արտահայտություն ես չեմ անում, որովհետեւ հնարավոր է, որ ինչ որ այլ վիրաբույժ, այլ մեթոդով կարողանա անել մի բան, որը որ ես օրինակ չեմ անում։ Լավ, մեծամտություն չեք գործարկում, շատ գովելի է։ Մի այսպիսի հարց ունենք լսարանից, արդյոք ավելի լավ արդյունք ստացվում է չվնասված քթի վիրահատության դեպքում, թե եթե օրինակ կոտրված է, երևի այստեղ համեմատությունը մարդկանց կհետաքրքրի, կոտրված եւ վնասված քթերը հնարավոր է գեղեցկացնել, թե ոչ։ Այո, իհարկե հնարավոր է գեղեցկացնել, հիմնականում հենց դրա հետ կապված էլ դիմում են ռինոպլաստիկայի եւ մի մասն էլ իհարկե ուղղակի քիթը փոքրացնելու, նրբացնելու նպատակով կոտրվածների դեպքում իհարկե ավելի շատ ծավալի աշխատանք է պահանջվում, ավելի բարդ է լինում, հա, շտկելը, սիմետրիայի բերելը, հատկապես եթե կոտրվածքը առաջացել է աճման շրջանում, այսինքն մինչև 15 տարեկան է։ Սա կարևոր է փաստորեն։ Այո, իհարկե կարևոր է, որովհետև տրավմայից հետո, երբ որ քիթը սկսում է աճել սխալ ուղղությամբ եւ սխալ ձևավորվել, նման դեպքերում շատ ավելի դժվար է լինում իրեն շտկելը, որովհետև թե հյուսվածքային հիշողության հաշվին է ինքը նաև հետագայում կարող է դեֆորմացվել, թե հնարավոր է դժվար ենթարկվի ինքը վիրահատական շտկման սխալ ձևավորված քթի դեպքում ավելի բարդ է լինում շտկելը։ Լավ, այդ դեպքում որ տարիքից կարելի է դիմել պլաստիկ վիրահատության, եթե հատկապես դեռահասության տարիքում կոտրվում է, մինչև երբ պետք է սպասել, ինչ կասեք։ Ռինոպլաստիկան հիմա ամբողջ աշխարհում նույնիսկ երեխաներին է արվում, եթե դրա կարիք կա, եթե դա որոշ մեթոդներ կան, հա, որպեսզի հետագայում քիթը շարունակի ճիշտ ձևով ձևավորվել, բայց խորհրդատրվում, եթե վերջնական արդյունք են ակնկալում 17-18 տարեկանից հետո անել, որպեսզի աճը ավարտված լինի եւ մենք հետագա խնդիրներ, դեֆորմացիաներ չունենանք։ 16-ը շուտ է փաստորեն, փոքրինչ համարվում։ Եկեք նաեւ հասցնենք անդրադառնալ միջնապատ կոչվածին։ Ինչու է այս հատվածը կարևոր շնչառության, լավ թթվածնային հոսքի համար եւ ինչու է նույնիսկ թեթև վնասվածքների դեպքում մարդու մոտ սկսում այդպես թթվածնային քաղցի նշաններ երևալ։ Մենք ամեն դեպքում այդպես ենք լսում, որ միջնաբատը ծուռ է, լավ չեմ շնչում, գիշերը լավ չեմ քնում եւ այլն եւ այլն։ Ինչ է կատարվում։
Իհարկե բնության մեջ իդեալական ուղիղ միջնապատ գոյություն չունի, ինքը աճելու ընթացքում որոշակի թեքվածություններ առաջանում են, կան դեֆորմացիաներ, որոնք շնչելուն չեն խանգարում եւ իմաստ չունի դրանց վրա կենտրոնանալ, կան դեֆորմացիաներ, որոնք նեղացնում են քթանցքը բավականին եւ արդեն առաջացնում են շնչառական խնդիրներ, նման դեպքերում արդեն կարիք է լինում շտկել եւ դա նաեւ ժամանակի ընթացքում բերում է քթային խեցիների գերաճի, փոփոխությունների, որը ել ավելի դժվարացնում է շնչառությունը եւ այսինքն ռունգերը նեղանում են, ճիշտ ենք պատկերացնում թե ռունգերը չեն նեղանում, քթի խոռոչն է նեղանում, անցուղիներն են նեղանում, որտեղով պետք է օդը գնա, շնչելիս եւ քթային շնչառությունը շատ կարեւոր է ապահովել, որովհետեւ բերանային շնչառությունով լիարժեք սնուցում սրտի ուղեղի եւ օրգանների հնարավոր չի ստանալ, որովհետեւ շատ մակերեսային է բերանային շնչառությունը, այդ խորությունը չունի, ոնց որ քթայինը, ինքը ռեֆլեքսներով կարգավորում են քթով շնչելը, նավթոքերի աշխատանքը, արյան շրջանառությունը եւ այլն։ Թվում է թե քիթ է, դա լավ փոքրիկ միջնապատ է, բայց փաստորեն ամբողջ օրգանիզմի վրա ազդում է։ Ըստ էության բերանով շնչելիս ավելի լայն է, չէ, ավելի ազատ շնչառություն է, բայց դա բերում է թթվածնաքաղցի իրականում։ Բացի դրանից, հարգելի ունկնդիրներ, ես հիշեցնեմ, որ սա էլ ստոմատոլոգներն են փաստում, բերանային շնչառությունն էլ կծվածքի տարբեր խնդիրների է բերում եւ այլն, այսինքն ճիշտ ենք հասկանում, որ եթե կա միջնապատի թեքություն այն աստիճանի, որը բերում է իհարկե շնչառության խնդիրների, որքան հնարավոր է վաղ պետք է շտկել ու թողնելը կարող է շատացնել ձնագնդիկի էֆեկտով խնդիրները։ Այո, իհարկե, ինչքան շուտ շտկվի, այնքան տարիներով մարդիկ ապրում են, գիտեք, թեք միջնապատով եւ շնչառության այդ բարդությունները քթային շնչառության հետ կապված տարիների ընթացքում են առաջանում, սովորաբար երիտասարդ տարիքում օրգանիզմը կոմպենսացնում է եւ այսպես ասեմ, չեն բողոքում, հարմարվում են այդ շնչառությանը, ապրում են, մի քիչ ավելի արդեն տարիներ հետո սկսում է խնդիրների հայտ գալ, իհարկե ցանկալի է թույլ չտալ, որ հասնի արդեն բարդությունների։ Մի անտեսեք, այսպիսով հասկանանք, գանգատները ուշադիր հետևեք, ինչպես են զարգանում։ Իդեպ ամենատարածված գանգատները կարող եք հիմա նշել, որպեսզի անձը սկսի կասկածել, որ միգուցե ինքը միջնապատի հետ խնդիր ունի, նույնիսկ իծնե։ Այո, իհարկե, առաջինը դա բերանային շնչառությունն է։ Եթե նկատում ենք, որ շատ եք բերանային ֆիզիկական, այո, նագրուսկ ծանրաբեռնվածության ժամանակ քթով չի բավարարում արդեն օդի հոսքը, բերանով են սկսում շնչել, կարող է լինել նաև աճուձախ քթանցքերով տարբեր շնչառության հոսք համեմատական, եթե օրինակ նշում են միջնապատի թեքվածության դեպքում մի կողմից ավելի վատ է շնչառությունը, հետագայում իհարկե մյուս կողմն էլ խեցիների հաշվին արդեն դժվարանալու է։ Խռմփոց կարող է առաջանալ սրա պատճառով։ Թե սա թյուրիմացություն է։ Խռմփոցը չի առաջանում քթի պատճառով, բայց քթով ված շնչելը նպաստում է, որ խորանա այդ խնդիրը։ Խռմփոցը ավելի շատ մկանային տոնուսի թուլության հետևանք է եւ շնչուղիների կառուցվածքի հետ կապված։ Որտեվ սա էլ շատ տարածված կարծիք է, որ միջնապատը տուղես խռմփոցը կանցնի, սա փաստորեն այդպես չի, այդպես չի, չէ։ Մի այսպիսի հարց ժառանգականության մասին խոսենք, արդյոք եթե ծնողներն ունեցել են միջնապատի խնդիր, իծնե, ապա պարտադիր է, որ երեխաներն էլ ունենան ու պետք է արդյոք հետևել սրան, թե ոչ։ Իհարկե պարտադիր չէ, բայց ժառանգական նախատրամադրվածության գործոնը կա, շատ հաճախ հանդիպում է, այո, քթի աճի առանձնահատկությունները սովորաբար գեներով փոխանցվում են, ինչպես քթի ձևը, այնպես էլ միջնապատի կառուցվածքը։ Ներքին կառուցվածքը նույնպես ենթադրում եմ ամենավախենալի երևույթներից մեկից եմ ուզում խոսենք, դա հետվիրահատական շրջանն է։ Շատ մարդիկ այսպես վատ շնչառությամբ շարունակում են ապրել տարիներ շարունակ, վախենալով հենց հետվիրահատական շրջանից, որ միևնույնն է դա տանջալից է լինելու եւ հետո չգիտես էֆեկտը արագ կաշխատի թե ոչ, հատկապես շնչառությունը երբ է ուղղվելու, եթե պետք է այդպես տրավմատիկ հետվիրահատական շրջան ունենանք։ Ինչ կասեք այս մասին։
Ժամանակին այո, այդ հետվիրահատական շրջանից բոլորը վախենում էին, որովհետև Թանզիֆը երկար տամպոններ էր դրվում քթի մեջ, որը հետո հանելուց շատ ցավոտ էր եւ բավականին տհաճ էր։ Ներկայումս կարելի է ասել, հիմա երբ որ սկսել ենք սիլիկոնային արդեն տամպոններ օգտագործել քթի խոռոչում, ինչ տարբերություն։ Իրենք անցավ են, դիսկոմֆորտ չեն առաջացնում, հանելուց բացարձակ կպումներ, ցավեր չի լինում, արյունահոսություն չի լինում, բավականին հեշտացնում է պացիենտի այդ հետվիրահատական շրջանը ու այդպիսի տանջալից ինչ որ բան չկա բացարձակ։ Քանի օր պետք է աչքի տակ ունենալ հետվիրահատական լիարժեք շրջանի համար։ Սովորաբար առաջի երկու շաբաթն է կարևոր, որ ավելի շատ ռիսկեր կան եւ բորբոքումների եւ արյունահոսությունների եւ հեմատոմաների, դրանից հետո արդեն երկու շաբաթից հետո ուղղակի հետևում ենք, որպեսզի նորմալ սպիացումը, այդ վերքերի լավացումը նորմալ ընթանա։ Իդեպ, ինչ գործիքային հետազոտություններով եք հետևում կամ գնահատում արդյունքը։ Ինչ եք նշանակում, այսպես ասած։ Արդյունքը գնահատելու համար հիմնականում մեր սովորական ռինոսկոպիան է եւ արտաքին զննումը։ Իսկ ինչ որ համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն, այսպիսի բաներ պետք է։ Այդ հետազոտությունները արվում է ըստ անհրաժեշտության։ Վիրահատությունից առաջ պարտադիր անում ենք մենք կոնկրետ, այո, ունենում ենք, որպեսզի ոչ մի խնդիր բաց չթողնենք, որովհետեւ ոչ բոլոր հատվածներն են, որ աչքով տեսանելի են։ Վիրահատությունից հետո իհարկե եթե գանգատներ կա, ինչ որ ցավեր եւ այլ անհրաժեշտությունից ելնելով կարելի է կատարել ինչ որ հետազոտություն։ Եթե միջնապատներ շտկվել, քանի օր հետո շնչառության հարցում դրական փոփոխություններ կարող է նկատել բուժառուն։ Սովորաբար սիլիկոնները քթի խոռոչից հանելուց անմիջապես սկսում են լավ շնչել։ Այսինքն այտուցվածություն, խեղդվել, այդպիսի բաներ չեն լինում։ Ոչ, 5-ից 7 օր ենք թողնում քթում սիլիկոնները, այդ ընթացքում հիմնական այտուցներն արդեն իջնում են։ Եվ մյուս հարցը, եթե արտաքին քթի շտկում է կատարվել, քիթը գեղեցկացնելու համար, այս դեպքում վերջնական արդյունքների մասին վիճաբանությունները շատ են, տարիներ շարունակվում են։ Վիրաբույժներ կան, որ համարձակվում են ասել, որ 6 ամսից դուք ունենալու եք ձեր կատարյալ քթի տեսքը, ավելի ռուսերեն լավ բառը ստրախովկայով բժիշկները մի տարի են նշում, դուք ինչ կասեք։ Տեսեք, եւս գրականության տվյալների եւ մեր փորձից ելնելով կարող եմ ասել, որ վերջնական արդյունքը առաջնային ռինոպլաստիկաների դեպքում 1 տարի հետո ենք տեսնում, մոտավորապես, այո, 1 տարի հետո, իսկ երկրորդային ռինոպլաստիկաների դեպքում հատկապես եթե ինչ որ աճառային գրաֆտեր են օգտագործվում, կողաճառի կամ ականջի եւ այլն, կարող է տարիներով քիթը փոփոխվել։ Եվ արտաքին քթի վիրահատությունների դեպքում նաև նշում են վատ շնչառությունը շատ երկար ժամանակ։ Սա ինչից է պատահում եւ արդյոք նորմալ է սա։ Ես շատ անձանց գիտեմ քթի վիրահատություն տարած, ում ամիսներով, նույնիսկ տարուց ավել նշել են նորմալ է, որ դու վատ ես շնչում, դա կանցնի։ Հնարավոր է, որ այտուցները շատ լինեն, բայց այդքան երկար չէ, մի տարի չէ հաստատ, որովհետև հնարավոր է մի ամիս կամ մի փոքր ավել պետքա վերականգնվի շնչառությունը։ Այսինքն, եթե չի վերականգնվում, մենք պետք է հարցեր ունենանք վիրաբույժին։ Եթե մենք դինամիկա դեպի լավը չենք տեսնում, արդեն պետք է մտածենք ինչ խնդիր կա։ Հասկանալի է, եւ վերջին 5 րոպեներին հասցնենք չափազանց նեղ քթանցքների ու սրա հետևանքով շնչառության խնդրին անդրադառնանք, առհասարակ քթանցքների մասին քիչ է խոսվում։ Այստեղ ամենատարածված խնդիրը հենց սա է, ըստ ձեր դիտարկման։ Իրականում դա իրոք խնդիր է, ցավալի խնդիր է, շատ հաճախ նուրբ քթի ծայր, բարակ քթի մեջ կստանալու համար երբ որ նեղացվում է այդ հատվածները, դա բերում է շնչառության դժվարացման։
եւ ոսկե միջինը գտնելը, որպեսզի եւ քթի տեսքը լինի ցանկալի եւ շնչառությունը լինի լավ, դա արդեն որոշակի դժվար է լինում վիրաբույժի համար, բայց կարևոր խնդիր է չափից շատ նեղացնելը, հետո շտկելը դժվար է լինում։ Շնորհակալություն։ Դիմացնոտային վիրաբույժ Քիթ կոկորտականջաբան Վահան Նալբանդյանի հետ զրուցեցինք, շատ հետաքրքիր էր եւ ինֆորմատիվ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։